Խնդրեմ Տիկին Անդրեասյան, մինչև 30 րոպե համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ։ 2024 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում 23 բյուջետային ծրագիր է իրականացվել 234 միջոցառումներով 285.65 միլիարդ դրամի չափով։ Եթե համեմատենք, ապա 17-18 թվականներին այս ոլորտի հատկացումները եւ արվող ծախսերը չեն գերազանցել 150 միլիարդ դրամը եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 2025-ին այս ոլորտների հատկացումը կազմում է շուրջ 362 միլիարդ դրամ, իսկ 2026-ի համար արդեն իսկ նախատեսված է ավելի քան 420 միլիարդ դրամ, ապա ոլորտին հատկացումները ավելի քան կրկնապատկվել են, իսկ հաջորդ տարվա կանխատեսումով գրեթե եռապատկվել։ Կապիտալ ծախսերի մասով 17 թվականին այս ոլորտներում կազմել են հատկացումները ընդամենը շուրջ 1 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտների կապիտալ հատկացումները ավելի քան 107 միլիարդ դրամ են կազմել։ Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի իրականացման տեմպին, պետք է նշեմ, որ եթե 23 թվականին իրականացվել է շուրջ 15.4 միլիարդ դրամի կապիտալ ծախս, ապա 24-ին կարողացել են կատարել դրանից շուրջ 3 անգամ ավել, կապիտալ ծախսերը հասցնելով 45 միլիարդի, ընդ որում այս աշխատանքն անցել է որակի խիստ վերահսկողությամբ եւ ստանդարտների պահպանմամբ եւ խոսքը միայն դպրոցաշինության մասին չէ, հուշարձանների ոլորտում կապիտալ հատկացումները 18-ի համեմատ աճել են ավելի քան 8 անգամ, սպորտի եւ գիտության ոլորտում նախկինում ընդհանրապես կապիտալ ինստիտուցիոնալ հատկացումներ չեն արվել, իսկ հիմա այս ուղղությամբ միլիարդավոր դրամներ են հատկացվում, միայն Երևանի պետական համալսարանում պետության կողմից կապիտալ ներդրումները շուրջ 3 միլիարդ դրամ են, բժշկական համալսարան 1.1 միլիարդ դրամ, այս ցանկը կարելի է շարունակել եւ սա բերել է նաեւ գիտական մրցունակության էական բարձրացմանը։ Այսպիսով այն պարագայում, երբ որ ոլորտում աշխատանքների ծավալը առնվազն կրկնապատկվել է, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ եռապատկվել եւ ավելին, նախարարության աշխատակազմը նույն ժամանակահատվածում կրճատվել է 28%-ով։ Սա եւս մի կարևոր ցուցանիշ է, որ խոսում է պետական մարմնի արդյունավետության մասին։ Թվերից բովանդակությանն անցնեմ եւ մեր ոլորտի բյուջեի հիմնական մասը հատկացում է կրթության ոլորտին 65%-ը եւ սկսեմ հենց այս ոլորտից։ Թերևս ամենահաճախ մեզ տրվող հարցը, այստեղ ներկա դպրոցականներն էլ կվկայեն, հետեւյալն է՝ ինչու սովորել։ Եվ այս հարցի պատասխանը նաեւ ամփոփում է կրթության հիմնական գաղափարախոսական ուղերձը, որ հստակ ձևակերպել է մեր կառավարության կողմից։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Հետևաբար ինչ ենք անում մենք, որ մեր երեխաները լավ սովորեն։ Նախ եւ առաջ կառուցում, վերակառուցում եւ նորոգում ենք դպրոցներ եւ մանկապարտեզներ, հագեցնում դրանք արդիական գույքով եւ սարքավորումներով, այլ խոսքերով ստեղծում ենք որակյալ կրթության ժամանակակից միջավայր, որտեղ լավ սովորելը դառնում է միջավայրին ներդաշնակ իրողություն։ Այս պահին արդեն 21-ից մեկնարկած 300 դպրոցների ծրագրով ավարտվել են եւ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 340 հաստատություններ։ Դրանցից շուրջ 200-ը նոր կառուցվող դպրոցներ են, 140-ը վերանորոգվող։ Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու է շուրջ 130,000 աշակերտ, կամ մեր դպրոցականների շուրջ 30%-ը։ Ընդ որում, այստեղ ուզում եմ խոսքս հատուկ ընդգծել՝ ի տարբերություն նախորդող շրջանի, երբ որ ըստ էության ցանկացած շենքի վրա կարող էին ամրացնել դպրոց անունը, մեզ համար դպրոցը կոնկրետ միջավայր է, կոնկրետ ենթակառուցվածքներով, ինչը ցույց է տալիս, որ 300 դպրոցների ծրագիրը ոչ միայն դպրոցաշինության ծրագիր է, այլ նաև դպրոցաշինության ստանդարտի հաստատման եւ դրա իրացման ծրագիր է։ Չնայած ծրագիրը մեծածավալ է, սակայն այս ուղղությամբ ջանքերի արդյունավետությունը անգամներով է աճել։ Եթե 24-ի առաջին եռամսյակում կատարողականը 3.1 միլիարդ էր, ապա 25-ի առաջին եռամսյակի կատարողականը դրա նկատմամբ աճել է 239%-ով, դառնալով 10.6 միլիարդ։ Բոլոր նորակառույց եւ նորոգված դպրոցները ապահովում են նոր գույքով, սա էլ է ստանդարտի մաս։ Բացի այդ, բոլոր դպրոցներում կառավարության ծրագրի համաձայն ստեղծվում են բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներ։ Արդեն իսկ մեր
Դպրոցների շուրջ կեսը ունեն նմանատիպ լաբորատորիաներ, մյուսները մինչև կառավարության ծրագրի ավարտը հագեցված կլինեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Նախադպրոցական ծառայության մասով արդեն իսկ աշխատանքները ավարտել ենք 204 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում, ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում գտնվող հաստատությունների թիվը 386 է, որոնք սպասարկելու են 37,000 երեխաների։ Այս աշխատանքների շնորհիվ արդեն իսկ ունենք մեծ առաջընթաց, 17-ի համեմատ շուրջ 20%-ով ավելացել է 3-ից 5 տարեկան երեխաների թիվը, որոնք ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ։ Ընդ որում այս պահին արդեն նրանք ավելի քան 2 տարի տևողությամբ կրթություն են ստանում, ի համեմատ նախկինի, երբ մինչև 1 տարի չէր հասնում կրթության տևողությունը, եւ նաեւ հենց այս պատճառով է, որ Global Innovation Index-ում ուսումնառության տարիների թվով 15 հորիզոնականով առաջընթաց են գրանցել։ Էլ ինչ ենք անում, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն։ Փոխում են կրթության բովանդակությունն ու մեթոդները, որպեսզի այդ միջավայրում սովորելը լինի նաև ավելի հետաքրքիր եւ օգտակար։ Ներդրել ենք երկարօրյա ծառայություն այն սովորողների համար, որոնք հավելյալ աջակցության կարիք ունեն նյութը յուրացնելու եւ առաջ գնալու։ 13494 երեխա այս ուսումնական տարում պետության կողմից ֆինանսավորվել է կրթական հավելյալ ծառայություն ստանալու համար։ Սա նոր չափորոշիչն է։ Սրանով մենք պատասխանատվություն ենք վերցրել այն իրավիճակի համար, որ երեխաները լավ սովորեն, ի տարբերություն նախկին համակարգի, որը ցածր առաջադիմությամբ երեխաներին ուղղակի թողնում էր նույն դասարանում պիտակավորելով եւ խորացնելով խնդիրները։ Ներդրել ենք ուսուցման նոր մեթոդներ, ինչպես նախագծային ուսուցումը, որը ամեն աշակերտի հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատանքի, հետազոտական հմտությունների զարգացման, եւ այսօր մի իրավիճակ ունենք, երբ որ ուսուցիչները, ծնողները, սովորողները խոսում են երեխաների մոտիվացիայի աճի մասին։ Նախագծային ուսուցման ժամերը ֆինանսավորվում են պետական բյուջեով, սա նույնպես նոր չափորոշիչն է։ Դասարանային կրթությունը լրացրել ենք խմբակներով, որպեսզի մեր երեխաները կարողանան բազմազան կրթություն ստանալ եւ զարգացնել իրենց նախասիրությունները։ Այսօր մեր դպրոցներում ավելի քան 15000 խմբակ է գործում, ուր հաճախում են ավելի քան 167,000 երեխաներ։ Շատերի համար, հատկապես գյուղական բնակավայրերում, սա դասարանից դուրս իրենց նախասիրությունները զարգացնելու, արվեստի եւ սպորտի ուղղությամբ կրթություն ստանալու միակ հնարավորությունն է։ Խմբակները ֆինանսավորվում են պետության կողմից, սա նույնպես նոր չափորոշիչն է։ Վերացրել են գյուղ-քաղաք խտրականությունը, որը գործում էր ավագ դասարաններում եւ հիմա մեր բոլոր դպրոցներում ավագ դասարաններում սովորողները ունեն նույն հնարավորությունը ընտրել իրենց նախընտրած առարկաները, ուսումնասիրել դրանք ավելի մեծ ժամանականակով, խուսափել կրկնուսույցներից, անհատականացված դասացուցակ ունենալ։ Սա ֆինանսավորվում է պետության կողմից, սա է նոր չափորոշիչը։ Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման շրջանակում ամբողջությամբ փոխել ենք դասագրքաստեղծ գործընթացը, ձևավորելով մրցակցային դաշտ։ Միջին արժեքը 26%-ով նվազել է, բայց նաև մենք կարող ենք տեսնել, որ մրցակցային դաշտում ունենք լավ դասագրքեր, նոր հեղինակային խմբեր եւ տարեց տարի դասագրքերի որակը բարելավում է։ Որպեսզի մեր երեխաները լավ սովորեն, ներդնում ենք նաև ուսուցիչների մոտիվացիայի նոր համակարգեր, որպեսզի լավ դպրոցներում լավ բովանդակությամբ դասավանդեն լավ ուսուցիչներ։ Քանի որ այս հարցը շատ է շահարկվում, մի պարզ համեմատություն բերեմ։ 2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր ուսուցիչների շուրջ 6%-ը միայն, եւ նրանց 90%-ից ավելն էլ ստանում էր ընդամենը 10% հավելավճար։ Ուսուցչի վարձատրության որևէ նվազագույն շեմ ամրագրված չէր։ 18-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը 19 թվականին բարձրացվեց 10%-ով համատարած։ 20-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև բարձրացվեց եւս մեկ անգամ 2023-ին դառնալով 119,900 դրամ։ Բացի այդ, նոր չափորոշիչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման տարրական դասարաններում 20%-ով, միջին եւ ավագ դասարաններում 10%-ով։ Ինչու եմ սա ասում, որտեղ հաճախ եմ լսում, թե ուսուցիչների վարձատրությանն ուղղված միակ հնարավորությունը կամավոր ատեստավորումն է, այնինչ նշված փաստերը ցույց են տալիս, որ ուսուցիչների վարձատրության եւ աշխատաժամանակի շարունակական բարելավման քայլեր են ձեռնարկվել, որոնք գուցե ինչ-որ պահից դառնում են սովորական եւ դադարում ենք նկատել։
Այս բոլոր փոփոխությունները ուսուցիչների, նոր չափորոշիչների, նաև կոնկրետ թվային արտահայտություն ունեն։ Եթե 2019-ին հանրակրթության ֆինանսավորումը 85.26 միլիարդ դրամ էր, 24-ին այն կազմել է 118.84 միլիարդ դրամ, կամ 33.58 միլիարդ դրամով ավելի կամ ավելի քան 39%-ով ավել։ Իհարկե ունեցել ենք նաև սովորողների թվի աճ, բայց ֆինանսավորման աճը գերազանցել է սովորողների թվի աճը։ Սակայն բացի սրանից ներդրվել են հավելավճարի նոր ծրագրեր։ Միայն նախորդ տարի հավելավճարների ծրագրերին պետությունն ուղղել է 10 միլիարդ դրամ։ Դրանք կամավոր ատեստավորումն է, որի շահառու են արդեն մեր ուսուցիչների շուրջ 20%-ը, ավելի քան 6300 ուսուցիչներ։ Բնագիտական առարկաների ուսուցիչներն են, ավելի քան 8200 ուսուցիչ 25% հավելավճար է ստանում։ Յուղական միջև 100 սովորող ունեցող դպրոցներն են, ավելի քան 3100 ուսուցիչ միջև 50% հավելավճար է ստանում։ Տարակարգի մեխանիզմն է, որը բարեփոխվել է այնպես, որ հիմա 4-րդ աստիճանի տարակարգը 50% հավելավճարով դարձել է հասանելի շատ ուսուցիչների համար։ Ու այո, սա բերել է նրան, որ հիմա մենք ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ։ 300.000-ից 400.000 դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավել ուսուցիչ, 400.000-ից ավել բարձր վարձատրություն ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, եւ այս թիվը միայն ավելանալու է, որովհետեւ այս բոլոր կառուցակարգերը ներդրված են եւ աշխատում են։ Եվ մենք այո նախորդ տարի ունեցել ենք 3300 նոր ուսուցիչ համակարգում, որոնք այն մարդիկ են, որոնք որոշել են շարունակել կամ ընտրել ուսուցչի աշխատանքը, որովհետեւ տեսնում են պետության քաղաքականությունը։ Ինչ ենք էլ անում, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն։ Ընդլայնում ենք մեր երեխաների մշակութային եւ սպորտային կրթության հնարավորությունները, երիտասարդների ներգրավվածությունը ամենատարբեր ուղղություններով։ Նախորդ տարին հայտարարել էինք մշակութային կրթության ծրագիր եւ բաժանորդային ծրագրով, որով մեր երեխաները կարողանում են հաճախել թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, շուրջ 300.000 երեխայի այցելություն ենք ունեցել, ինչը 30%-ից ավել է նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ։ Տարբեր կրթամշակութային ծրագրեր ենք իրականացրել ավելի քան 31.000 մասնակիցներով։ Առանձին մեր ուշադրության թիրախում է ներառականության ապահովման ծրագրերը, որտեղ 1800-ից ավել շահառուներ ենք ունեցել, ելի նախորդ տարվա ցուցանիշները գերազանցելով շուրջ 30%-ով։ Առաջին անգամ հեղինակային երգի մրցույթ փառատոն ենք կազմակերպել, որն ամփոփվեց Ջերմուկում եւ ամենամյա բնույթ է կրում դպրոցահասակ երեխաների եւ երիտասարդների շրջանում դրամական պարգևներով, որը խրախուսում է մեր երեխաների ստեղծագործականությունը։ Որպեսզի խրախուսենք առողջ ապրելակերպը մեր երեխաների շրջանում, որը լավ սովորելու ամենակարևոր բաղադրիչներից է, իրականացնում ենք մի շարք տարբեր միջոցառումներ, մասնավորապես վարչապետի գավաթ մրցաշարերից, նախորդ տարի եւս երկուսը սեղանի թենիսը եւ հեծանվավազքը վերափոխեցինք դպրոցականների շրջանում մրցաշարերի, դրանք անցկացվում են ճամբարային ձևաչափով, սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել են 574 դպրոցներ, թիմային խճուղավազքին 362 դպրոցներ, հեծանվավազքին 705 դպրոցներ, հեծանվավազքի կազմակերպման համար ձեռք ենք բերել եւ բոլոր դպրոցներին տրամադրել ենք շուրջ 6500 հեծանիվներ։ Այս տարի մեկնարկել ենք դպրոցականների բասկետբոլի լիգան, որի եզրափակիչը սկսվեց հենց այսօր։ Իդեպ բոլորին հրավիրում եմ մի կամարզահամալիր, մեր երեխաները իրոք անզիջում պայքարի մեջ են, կամփոփենք լիգան կիրակի օրը եւ հուսով եմ նաեւ ձեզ տեսնել տրիբունաներում։ Համայնքային փուլին բասկետբոլի լիգայի մասնակցեց ավելի քան 8700 դպրոցական եւ սա ցույց է տալիս, որ սպորտի զարգացման եւ մեր երեխաներին սպորտում ընդգրկման մեր քաղաքականությունը ակտիվորեն զարգանում է, բայց ոչ միայն այս մրցաշարերի ուղղություններով, նախորդ տարի մի շատ կարևոր ծրագիր սկսեցինք ֆինանսավորելով դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները մասնավոր լողավազաններում, անցյալ տարի ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզում, Ապարանում, այս տարի ապրիլից արդեն Մեծամորում եւ Վանաձորում ավելի քան 130 երեխա լող է սովորում պետության ֆինանսավորմամբ, սեպտեմբերից նրանց կմիանան եւս ավելի քան 130 սովորող Հրազդանում եւ Իջևանում։
Մենք նաև ուսանողական մարզական խաղեր ենք կազմակերպում, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ արդեն իսկ ազգային ժողով ներկայացված բարձրագույն կրթության եւ գիտության օրենքում մենք նախատեսել ենք ուսանողական սպորտի առանձին կարգավորումներ, որ կխրախուսի մեր ուսանողներին զբաղվել սպորտով, դա դիտելով նաև նրանց ուսումնառության մաս։ Որպեսզի նաև խրախուսենք երեխաների շրջանում գիտական հետազոտության հեռանկարը, միանգամից մի շարք հարթակներ ենք ձևավորել համագործակցելով ակադեմիայի մասնավոր ոլորտի գիտնականների համայնքի հետ։ Մասնավորապես համադպրոցական գիտության փառատոնը արդեն 4-րդ անգամ կազմակերպեցինք, գիտության շաբաթը, որի բացօթյա միջոցառումներին շուրջ 20,000 մասնակից ենք ունեցել։ Իհարկե ակտիվորեն շարունակում ենք նաև երիտասարդական կենտրոններ ձևավորել մարզերում, նախորդ տարվա դրամաշնորհները ստացվել են Ախուրյանում, Ծովագյուղում, Արարատում եւ Կապանում երիտասարդական կենտրոնների ձևավորման նպատակներով եւ արդեն իսկ ունեին գործող 5 կենտրոններ, որտեղ ավելի քան 8700 երիտասարդ է այցելել ֆինանսական գրագիտության, մեդիագրագիտության, ինտելեկտուալ ժամանցի շփման եւ այլ կարեւոր նպատակներով։ Որպեսզի մեր երեխաները լավ սովորեն, մենք նաև ընդլայնում ենք մասնագիտական կրթության հասանելիությունը, որպեսզի դպրոցից հետո նաև մասնագիտություն ստանալու եւ իրենց մասնագիտության արժանապատիվ աշխատելու եւ ապրելու հնարավորություններ լինեն։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ բավականին լավ ցուցանիշներ ունենք, քոլեջներում ընդունելությունը նախորդ տարվա համեմատ աճել է 11.4%-ով, նախորդ տարի քոլեջներ է ընդունվել շուրջ 15000 հոգի, 9-րդ դասարանը ավարտող ամեն երրորդը գնացել է իր կրթությունը շարունակելու քոլեջում, ընդ որում աճը հատկապես զգալի է գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտներում, որտեղ ամսական 50,000 դրամի կրթաթոշակային ծրագիր ենք ներդրել։ Վերանայել ենք նաև այս ոլորտի մասնագիտությունների ցանկը, որպեսզի այն համապատասխանի ժամանակակից տնտեսությանն ու մեր աշխատաշուկայի պահանջներին, դուալ ուսուցման ծրագրեր ենք դնում մասնավորի հետ համատեղ եւ նաև այս ոլորտում կազմակերպել ենք նախորդ տարի առաջին անգամ դասախոսների եւ վարպետների ատեստավորման գործընթացը ոսկերչության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ խոհարարության ուղղություններով մասնակիցների շուրջ 89%-ը հաջողությամբ հաղթահարել է գործընթացը եւ առնվազն կրկնապատկել կամ եռապատկել է իր վարձատրությունը։ Բուհական ոլորտում նույնպես ունենք բավականին լավ արդյունքներ այն տեղերում, որոնք պետության համար դիտվել են գերակա, գիտեք, որ այստեղ նույնպես ներդրել էին գերակա կրթաթոշակի քաղաքականությունը, մասնագիտական մանկավարժության, բնագիտության ուղղությամբ 21% աճ ունենք նախորդ ուսումնական տարում ընդունվածների համեմատ, այս քաղաքականությունը ներդրեցինք նաև ագրարային ոլորտում, 220 ուսանող այս ուղղություններով ընդունվեց ագրարային համալսարան նախորդ տարի եւ վստահ եմ, որ առաջիկա տարիներին ցուցանիշները բարելավվելու են, պետք է ասեմ, որ այս պահին արդեն ունենք իրավիճակ, որ պետությունը իր կողմից ֆինանսավորող տեղերի քաղաքականությունը դնում է հիմնականում ԲՏՃՄ ուղղություններով եւ նախորդ տարի մեր շրջանավարտների կեսից ավելին ընդունվել է բուհեր, նրանց 61%-ը հենց այս մասնագիտություններով եւ մենք ընդհանուր առմամբ մեծացրել ենք մասնագիտական կրթության ոլորտում մեր շրջանավարտների համախառն ընդգրկվածությունը, որը հասել է շուրջ 60%-ի եւ սա նույնպես բերել է մեր երկրի դիրքի բարելավման 4 հորիզոնականով գլոբալ ինովացիոն ինդեքսի համապատասխան ցուցանիշում։ Բայց այս ոլորտների աշխատանքը չպիտի ուղղված լինի միայն երեխաներին եւ ուսանողներին։ Կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը կյանքի որակի կարևոր ցուցիչներ են։ Ինչ ենք արել եւ ինչ ենք անում, որպեսզի հանրային այս կարևոր ուղղություններով ավելի որակյալ մասնակցություն ունենանք ու նաեւ այս ուղղությամբ հասկանանք, որ ավելի լավ ենք ապրում։ Թերևս ամենակարևոր բաներից մեկը, որ պիտի ընդգծեմ, դա մշակութային կյանքի եւ ծառայությունների հասանելիությունն է։ Այնպիսի գուցե պարզ թվացող բան, թե մարդիկ ինչ հաճախականությամբ են կարողանում այցելել որևէ մշակութային միջոցառման, չի խոսում միայն մշակույթի զարգացման մասին, խոսում է մեր հասարակությունում կյանքի որակի մասին։ Եվ որպեսզի այս հնարավորությունները ընդլայնվեն, մենք առանձին ծրագրեր ենք իրականացնում, որոնք նաև բյուջետային հստակ արտացոլում ունեն, եւ նախորդ տարի մարզերում կազմակերպել ենք 9 տարբեր երաժշտական փառատոններ, ավելի քան 73000 հանդիսատեսի մասնակցությամբ, 3 թատերական փառատոններ, շուրջ 14000 հանդիսատեսի ընդգրկմամբ,
Նաև մեծ ակտիվությամբ նշում ենք հոբելյանները, նախորդ տարի օրինակ Ազնավուրի, Փարաջանովի, Քոչարի հոբելյաններն էին եւ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն արտերկրում նրանց հանրահռչակմանը, այլև հենց մեզանում եւ կրթական ծրագրերն ու մարզերում կազմակերպվող ծրագրերը այս հոբելյանական ծրագրերի կարևոր մաս են։ Այս տարի էլ նշում ենք ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը եւ դրա կարևոր բաղադրիչն է լինելու ֆիլհարմոնիկի համերգները մարզերում։ Այս տարի հուլիսից սկսած ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ կունենա այնպիսի բնակավայրերում, որտեղ վստահ եմ 100-ամյա պատմության ընթացքում երբևէ ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ չի տվել եւ հուսով եմ, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այդ հնարավորությունից։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որպեսզի մշակույթն ու արվեստը լինեն մեր երկրի հանրային զարգացման եւ տնտեսության կարևոր ուղղություն, որովհետեւ արվեստն ու մշակույթը կարող է ինքնաբավ լինել եւ հենց այս մոդելի ներդրումն է, որ մեր քաղաքականության առանցքում է եւ այստեղ պետք է մի պարզ ցուցանիշ նշեմ։ Ուրեմն, եթե մենք 23 թվականին մշակույթի ոլորտում մեր հաստատությունները կարողացրել են գեներացնել 3.8 միլիարդ դրամի չափով սեփական եկամուտ, ապա 24-ին արդեն նրանց կողմից սեփական եկամուտների ծավալը հասել է 5.5 միլիարդ դրամի։ Եվ սա ցույց է տալիս, որ իրականում մշակույթի ոլորտում մենք ունենք մեծ պոտենցիալ եւ պետք է կարողանանք այդ պոտենցիալը իրացնենք։ Սա իրացնելու համար թատերահամերգային կազմակերպություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը։ Օպերայի հետ արդեն աշխատում էինք այս մեխանիզմով, նախորդ տարի դրան միացել է տիկնիկային թատրոնը, այս տարվանից նաև կամերային թատրոնը, այստեղ մենք ունենում ենք ներկայացումների եւ մասնավորապես առաջնախաղերի թվի աճ, օրինակ օպերային թատրոնում նախորդ տարի 250 ներկայացում ենք ունեցել եւ 5 առաջնախաղ, 150 հանդիսատեսի ընդգրկմամբ, եկամուտների 20% աճ, աշխատավարձերի 37% աճ, տիկնիկային թատրոնում ունեցել ենք 745 ներկայացում, 7 առաջնախաղ, 115,000 հանդիսատես, 35% եկամուտների աճ եւ մինչեւ 50% աշխատավարձերի բարձրացում։ Սա է այն մոտեցումը, որով մենք աշխատում ենք մշակույթի ոլորտի մեր հաստատությունների հետ, պետությունը կրկնապատկում է նրանց վաստակած սեփական եկամուտները եւ այստեղ նաեւ շահում է առաջին հերթին մեր հանրությունը։ Նախորդ տարի առաջին անգամ մեկնարկել ենք նաեւ մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոնների եւ մրցանակաբաշխություններին մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչների ամսական դրամական խրախուսումը, ամսական 130,000-ից 800,000 դրամ պետությունը տրամադրում է մեր այն գործիչներին, որոնք ունեն այս նշանակալի նվաճումները եւ նախորդ տարի արդեն ունեցել ենք 52 միլիոն դրամի հատկացում տարբեր շահառուների։ Գրքի ուղղությամբ կարևոր աշխատանք է այն միջավայրի ձևավորումը, որտեղ գրահրատարակիչները, ընթերցասեր հասարակությունը եւ գրականության շուկան միասին ձևավորվում են եւ գրքի միջազգային փառատոնը դառնում է նման հարթակ։ Նախորդ տարի գրքի միջազգային փառատոնին շուրջ 30,000 այցելու ենք ունեցել, ինչը կրկնակի ավել է դրա նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք, որը նախորդ տարվա ցուցանիշից 20%-ով ավել է։ Այս տարի գրքի փառատոնը կտանենք նաեւ մարզեր։ Կինոյի ոլորտում բոլորովին վերջերս հաստատել ենք մասնակի վերադարձի գործիքակազմը ներդրումների դիմաց եւ արդեն ունենք հայտեր, մեծ հետաքրքրություն, այսօր արդեն Հայաստանում իրականացվում է միջազգային լուրջ հեղինակություն ունեցող տարբեր կինոնկարների արտադրություն, հետարտադրություն եւ այս պոտենցիալի օգտագործումը առաջիկայում նաեւ կարծում եմ բյուջեի ցուցանիշներում կդրսևորվի։ Նախորդ տարին կարևոր է եղել նաեւ թանգարանների եւ հուշարձանների ոլորտի համար, թանգարանները ավելի քան կրկնապատկել են իրենց սեփական եկամուտները 22 թվականի նկատմամբ 1.4 միլիարդ դրամի հասցնելով դրանք, միասնական տոմսային էլեկտրոնային համակարգ ենք գործարկել, ընդ որում կարևորում եմ, որ այս համակարգը հնարավորություն է տալիս նաև հուշանվերների առցանց վաճառք իրականացնել, առաջիկայում մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնելու, սեփական եկամուտների մեջ շուրջ 12%-ն է այս պահին
ուրեմն գոյանում հուշանվերների վաճառքից, բայց վստահ եմ, որ այս պոտենցիալը շատ մեծ է եւ կարող ենք դա ակտիվորեն օգտագործել։ Նաեւ պետք է նշեմ, որ թանգարանների միջազգային համագործակցությունն է մեր ուշադրության կենտրոնում։ Նախորդ տարի ունեցել ենք Հայաստանի պատմության մեջ ամենաշատ այցելուներ գրանցած ցուցադրությունը, որը Անահիտ Աստվածուհու արձանի ներկայացմամբ ցուցադրությունն էր պատմության թանգարանում, բայց այս տարին լինելու է ոչ պակաս ակտիվ եւ կունենանք բազում առիթներ միջազգային հեղինակավոր տարբեր թանգարանների հետ համագործակցություններ ունենալու։ Հուշարձանների պահպանության համար նախորդ տարվա համեմատ կրկնակի ավել միջոցներ ենք հատկացրել, շուրջ 800 միլիոն դրամ, որի շրջանակներում 16 հուշարձաններ վերականգնվել են, 11-ը նախագծվել եւ փորձաքննվել, 2 պեղումներ են իրականացվել, ընդ որում դրանք տարբեր ուղղություններով են, որմնանկարներ, ազգային փոքրամասնությունների հուշարձաններ, պետականության խորհրդանիշ հանդիսացող, մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ ենթակառուցվածքների ստեղծմանը եւ կարծում ենք, որ թվերը ցույց են տալիս, որ այստեղ ունենք բավականին լուրջ հետաքրքրություն, որովհետև մեր երկրի զբոսաշրջիկների զգալի մասը այցելում է հուշարձաններ եւ հուշարձանները նաեւ կարողանում են գեներացնել շուրջ 742 միլիոն դրամ եկամուտ տարվա ընթացքում, ինչը էապես գերազանցում է պետության ներդրումը։ Գիտության, մրցունակության եւ գիտական աշխատանքի հնարավորությունների ընդլայնման նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում եւ 24 թվականի գիտության ոլորտի ֆինանսավորումը 280%-ով ավել է 18 թվականի համեմատ, ընդ որում այս ֆինանսավորումը միայն ընդհանուր թիվ չի, ծավալ չի, դրա ներսում բովանդակություն է, որի հետևում ընկած են թե կապիտալ ծախսերը, որոնց մասին արդեն խոսեցի, թե գիտնականների վարձատրության բարձրացումը եւ 25 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ իրողություն է 105-ից 300% վարձատրության բարձրացումը գիտնականների բազային ֆինանսավորմամբ, բայց ոլորտում գործում են նաև 20-ից ավելի տարբեր դրամաշնորհային ծրագրեր երիտասարդների, կանանց, արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավմանը ուղղված եւ սրանք բոլորը ունեն նաեւ շատ լուրջ մասնակցություն եւ մրցակցություն, որից առաջին հերթին շահում է գիտական հետազոտության որակը, որն իրականացվում է մեր երկրում։ Բայց ոչ միայն, նախորդ տարի 2 նոր ծրագիր ենք իրականացրել, որից մեկը ուղղված էր, որ միջազգային առաջատար ամսագրերում աջակցենք մեր գիտնականներին հրապարակումների ուղղությամբ եւ նաեւ առանձին քաղաքականություն ենք վարում, որպեսզի մեր գիտական ամսագրերը միջազգայնացվեն եւ ուրախ եմ, որ արդեն իսկ Երևանի պետական համալսարանի ամսագրերից մեկը Scopus գիտատեղեկատվական շտեմարանում է, բառացիորեն օրեր առաջ նույն շտեմարանում ընդգրկվեց նաեւ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ամսագիրը, այս ճանապարհով գնում է նաեւ Մատենադարանը եւ վստահ եմ, որ սա մեզ թույլ է տալու, որ միջազգայնորեն մրցունակ հայագիտական եւ հումանիտար հետազոտություն ունենանք։ Նախորդ տարի նաև առաջին անգամ պետական պատվերով գիտական հետազոտության մեխանիզմ ենք գործարկել եւ 60 տարբեր թեմաներ ենք առանձնացրել մեր գերատեսչությունների տիրույթում գտնվող եւ այս տարի արդեն այդ ուղղությամբ կիրառական աշխատանք ենք տանում։ Եվ սա բերել է նրան, որ մեր գիտական մրցունակությունը էապես աճել է եւ օրինակ Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում նախորդ տարի մեր գիտնականները կարողացել են ռեկորդային թվով բյուջե ներգրավել 7.6 միլիոն եվրո, որը նախորդ տարվա բյուջեն գերազանցում է 2.4 անգամ։ Սա հենց նրա շնորհիվ է, որ այսօր գիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի իրացման հնարավորություն է ստացել։ Մեր քաղաքացիների հանրային կյանքի կարևոր ուղղություն է նաև առողջ ապրելակերպի եւ սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը։ Մենք շարունակական քաղաքականություն ենք տանում այս ուղղությամբ, իհարկե պրոֆեսիոնալ սպորտը մեր առաջնահերթությունն է, նախորդ տարվա 384 մեդալներում ուրախ եմ, որ կանանց եւ հաշմանդամություն ունեցող մարդիկների մասնակցությունն էլ զգալի է եղել։ Մենք վարում ենք շարունակաբար մեր երկրում տարբեր խոշոր միջազգային մրցաշարեր կազմակերպելու քաղաքականություն, օրինակ նախորդ տարի UEFA-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը կազմակերպեցինք, որին ավելի քան 10,000 հանդիսատես ունեինք։ Նաև բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ավստրիա խաղը կարողացանք հյուրընկալել ավելի քան 4,000 հանդիսատեսով, ընդ որում կարևոր է, որ այստեղ հանդիսատեսը նաև տոմս է գնում մասնակցելու եւ տեսնելու այս խաղերը, եւ այս տարի մեր բասկետբոլի հավաքականը հաջողություններ ունի, այնպես որ նոյեմբերին նույնպես կդիտենք նրանց մրցելույթները։ Շարունակել ենք ոլորտում դրամական խրախուսումների ծրագրերը, որի օգնությամբ կարող եմ ասել, որ մեր գրեթե բոլոր հեռանկարային մարզիկները պետության
կողմից աջակցություն են ստանում եւ երբեմն այդ աջակցությունը հասնում է նույնիսկ գումարային արդյունքում համախառն ավելի քան 1 միլիոն դրամի ամսական։ Նաեւ նպատակ ունենք հաջորդ օլիմպիական խաղերից առաջ գործարկել օլիմպիական նպաստի նոր ծրագիրը, իհարկե նախորդ ուրեմն ծրագրի տրամաբանությունը եւ վերլուծությունը իրականացրած կարգավիճակում։ Մենք շարունակական քաղաքականություն ենք տանում տարբեր ուղղություններով սպորտային ենթակառուցվածքներ զարգացնելու նախորդ տարի ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքների շուրջ աշխատանք է տարվել բյուջեի միջոցներից, սուբվենցիոն ծրագրերով, մասնավորի հետ համագործակցությամբ եւ այս պահին արդեն գործարկման վերջին փուլում ենք տիպային մարզահամալիրների ծրագրով, որը կսկսվի Եղեգնաձորում, Մարտունիում եւ Արարատում եւ այնուհետեւ կշարունակվի մյուս խոշորացված համայնքներում, ոլորտում նաեւ բարեփոխումների մեծ ծրագրեր են իրականացվում, ձևավորվել է սպորտի կառավարման կենտրոնը, օրենսդրական փոփոխություններ են արվում եւ սրանք բոլորը բերելու են սպորտի նաեւ որակական փոփոխության, կառավարման ստանդարտների եւ հաշվետվողականության տեսանկյունից։ Խոսքս ուզում եմ ամփոփել ակադեմիական քաղաք ծրագրով։ Սա իրապես մեր հանրությունը վերափոխող ծրագիր է, որը սկսել ենք թերահավատության միջավայրով եւ վստահ առաջ ենք գնում, ցույց տալով, որ երազանքներն իրականանալի են, եթե դրանք դառնում են հստակ ձևակերպված նպատակ ու նախագիծ։ Այսօր ակադեմիական քաղաք ծրագրում մենք մի փուլում ենք, երբ որ արդեն հստակ գիտենք իրականացման հաջորդ պլանը եւ այն ճանապարհին ենք, որ հաջորդ տարի կարողանալու ենք մեկնարկել արդեն կոնկրետ նախագծման եւ շինարարության աշխատանքները եւ այս վստահությունը առաջին հերթին մեզ տալիս են միջազգային հեղինակավոր գործընկերները, ում հետ աշխատում ենք ամբողջ ընթացքում եւ նաեւ այն ուրեմն արդյունքները, որ այդ աշխատանքը ձևակերպում է եւ պետք է ասեմ, որ առաջիկայում բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի նոր նախագծով, որը բառացիորեն օրեր հետո կքննարկենք ազգային ժողովի այս նույն դահլիճում, ակադեմիական քաղաքի համար առանձին ինստիտուցիոնալ եւ օրենսդրական ամրագրումներ են տրված եւ նաեւ կարծում եմ, որ այս քննարկումները ցույց կտան, որ այս ուղղությամբ աշխատանքը լավ տեմպով գնում է։ Սիրելի քաղաքացիներ, կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը, երիտասարդությունը ոչ միայն պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններ են, այլև մեր հանրային կյանքի կազմակերպման եւ զարգացման շարժիչ ուժեր։ Սրանք ոլորտներ են, որտեղ ֆինանսական միջոցները ներդրում են ոչ թե ծախս, եթե արված են ճիշտ նպատակով, անհրաժեշտ թափանցիկությամբ եւ տրամաբանությամբ։ Ինչքան ջանք դնենք, բազմապատիկ ավել հետ ենք ստանալու մեր զարգացման նոր հնարավորություններով եւ նորարարությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մի հեռացեք, տիկին նախարար, հարցեր պետք է հնչեն, հարցերի համար հերթագրում։ Ես խնդրում եմ մեր գործընկերներին իմ միջնորդությամբ թույլ տանք տիկին Ազարյանը առաջինը հարց տա, եթե դեմ չեք, տիկին Ջուլիետտա Ազարյան, համեցեք։ Շնորհակալություն, տիկին նախարար, շնորհակալություն զեկույցի համար, օրեր առաջ գործընկերներիս հետ կուսակցական այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզում էինք